Երևանի կենտրոնական ավտոկայանում Ռուսաստան մեկնող քաղաքացիների հերթական խումբն է։ Ես մեկնում եմ Սարատով ապագա աշխատանքի համար, որ գնամ ընտանիքս բերեմ Գոյատևը։ Վահագնը 2 երեխա ունի, դուստր եւ տղա, 25 տարի Երևանում շինարար է աշխատել, բայց երեխաների մեծանալու հետ ստացված եկամուտը չի բավարարում։ Չի գնում ետ, ոչ մի բան չես կարող տենաս արդյոք չկա։ Ստաբիլնի չկա, որ դու կարողանաս վաղը քո երեխան հաց բերես։ Ռուսաստանում աշխատանքը թույլ է տալիս ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալ։ Հաջելի է, որ մարդը իր օջախում ապրի, իր տան մեջ ապրի, ոչ օդար ապերում։ Ես չեմ տեսնում դրա մեջ լավ բան, շատ տարիներ եմ ես Ռուսաստաններ եղել։ Դες երկիր ու պետություն չկա, բայց մեր Հայաստանից հավատանում, Հայաստանը թեկուզ սովածել է, զատո երկիր է։ Հույս ունի, որ կլինի մի տարի, երբ Գառնանն ինքը նորից չի հավաքի ճամպրուկները։ Երբ որ զգամ արդեն կա աշխատանք, աշխատատեղ, նորմալ, գոնե միջին չափով, որ աշխատենք ունենանք, մենք մեր սեփական վաղվա հացի գումարը։ Ռուսաստան մեկնողներից է նաև Արտյոմ Պողոսյանը։ Բա ինչ անենք, ստե ինչ կա, բան չկա ստրանալու։ Կանք տնանք ընդ ինչ արնեն։ Ընտրություններում հաղթած հանրապետականի խոստումները, թե մտադիր են իրավիճակը փոխել, գնացողներին հավատ չեն ներշնչում։ Սա մուտի դա, գործը մենք ստե չի նայոր չի կանել։ Ինքան կռուզի տնանամ հարգուտու, դու չել ենք ընդել։ Իսկ Վահագնը դիմում է իշխանությանը խնդրանքով։ Ժողովրդին լավ նայեն ու խնդրում եմ մեր նախագահին, մեր վարչապետին, որ մեր նման երիտասարդները մնան Հայաստանում աշխատեն։ Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչը պնդում է արտագնա աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է։ Եթե 2016-ին շաբաթական 5 մեծ ավտոբուս էր մեկնում, հիմա 3-ը։ Թիվը նվազել է ոչ թե կյանքի որակի բարելավմամբ, այլ որ ընտանիքով մեկնողներն այլևս հետ չեն գալիս։